Բարև ձեզ։ Շարունակելով հետևել ռեգիոնալ եւ գլոբալ աշխարհաքաղաքական զարգացումներին, մենք ժամանակ առ ժամանակ հնարավորություն ենք ունենում անդրադառնալ նաեւ ներհայաստանյան իրողություններին, ներհայաստանյան խնդիրներին, խոսքը ոչ միայն ներքաղաքական, այլև քաղաքային խնդիրների մասին է։ Մայրաքաղաքը մշտապես մեր ուշադրության կենտրոնում է, վերջին շրջանում շատ ենք խոսում Գյումրիի եւ Փարաքիայի մասին, պայմանավորված ընտրական գործընթացներով, այսօր խոսելու ենք Արմավիրի մասին, առանց ընտրական գործընթացների, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես հիմա զրուցելու եմ Արմավիր համայնքի ղեկավար, կամ ինչպես ընդունված է ասել Արմավիրի քաղաքապետ Վարշամ Սարգսյանն է, բարև ձեզ։ Բարև ձեզ։ Դուք առաջին անգամ եք մեր տաղավարում, ուրախ եմ ձեզ հյուրընկալել։ Շնորհակալ եմ հրավերի համար։ Դուք քաղաքապետ եք արդեն շուրջ տարի ու կես, ես ճիշտ գիտեմ, նախկին քաղաքապետը ազատվեց աշխատանքից, դարձավ մարզպետ, հետո նախարար, դուք այդ ժամանակ տեղակալն էիք եւ ընտրվեցիք, ես եթե չեմ սխալվում, էլի միաձայն եւ ընդհանրապես ամբողջ հանրապետությունում կարծես միայն Արմավիրում էսպես միաձայն են ընտրում բոլորը, հա, ամենամեծ խմբակցությունն է, կարծեմ մեկ խմբակցություն է ավագանում, այս ամեն ինչ ինչով է պայմանավորված։ Հանրային վստահություն տեղի թիմի, կառավարող կուսակցության, թե անձերի նկատմամբ։ Այո, արդեն 1 տարուց մի փոքր ավել է ինչ զբաղեցնում եմ Արմավիր համայնքի ղեկավարի պաշտոնը, պարոն Խուդացյանի մարզպետ նշանակվելուց հետո եղավ նոր համայնքի ղեկավարի ընտրություններ եւ ինչպես տեղյակ եք Արմավիրի համայնքի ավականին միատար է եւ խմբակցության բոլոր անդամները քաղաքացիական պայմանագիր կուսակցությունից են եւ դրանով է պայմանավորված, որ բոլորը ընտրեցին, պաշտպանեցին իմ թեկնածությունը։ Այո, Արմավիր համայնքի ավականու խմբակցությունը Հայաստանում միակ խմբակցությունն է, որը որ միատար է եւ կարծում եմ դա պայմանավորված է նաեւ Արմավիր համայնքում տիրող համերաշխության մթնոլորտով, որը իրականում շատ ավելի հեշտացնում է համայնքային կառավարման աշխատանքը, կարծում եմ դրանով է պայմանավորված։ Հեշտացնում է միայն, այսինքն դժվարություններ չեն առաջանում, երբ որ մեկ ուժ է որոշում, ընդդիմախոսներ չկան եւ այլն։ Դեռևս չենք բախվել նման խնդիրների եւ մինչ այս պահը դժվարություններ չեն եղել, ընդհակառակը, ինչպես նշեցի, այդ համերաշխության մթնոլորտում ավելի հարմար է աշխատել եւ արմավիրցիները կարծում եմ որևէ անհամերաշխություն չեն նկատել քաղաքային եւ համայնքային կառավարման գործունեության ընթացքում։ Իսկ որ դուք դարձաք քաղաքապետ, մինչ այդ փոխքաղաքապետ էիք, այսինքն եկաք շարունակելու այն համատեղ ծրագիրը, որ ձեր կուսակցությունը կամ խմբակցությունը ուներ, թե քաղաքապետ դառնալով այդ տեսլականի մեջ որոշակի փոփոխություններ, տարբերություններ, նոր տարրեր։ Այո, մեր քաղաքական թիմը 2018 թվականի Թավշյա Ոճբռնի հեղափոխությունից հետո ստանձնեց սկզբում Արմավիր քաղաքի կառավարման գործընթացը, այնուհետև 2021 թվականին, երբ համայնքները խոշորացվեցին եւ Արմավիր քաղաքին միացան եւս 10 գյուղական բնակավայրեր, այդ ժամանակ արդեն համամասնական ընտրակարգով էլի քաղաքացիական պայմանագիր կուսակցությունը ստանձնեց համայնքային կառավարումը այս դեպքում եւ այդ ամբողջ ընթացքում ես սկզբում զբաղեցրել եմ Արմավիր քաղաքի փոխքաղաքապետի պաշտոնը, այնուհետև մինչև 2024 թվականի սկիզբ զբաղեցրել եմ համայնքի ղեկավարի առաջին տեղակալի պաշտոնը։ Այսինքն ծրագրերը կային, դուք շարունակում եք։ Այո, ձեր ծրագիրը ինչ որ կար։ Մենք ունեինք հնգամյա զարգացման ծրագիր, որը ինչպես բոլոր համայնքներում ես շարունակեցի նաև այդ ծրագրերի իրագործումը եւ հիմա եւս շարունակում եմ, այսինքն իհարկե առաջ են բերվում նոր ծրագրեր, նոր բաներ են իրականացվում, բայց նպատակը եւ տրամաբանությունը ըստ էության հիմքը այդ հնգամյա զարգացման ծրագիրն է։ Իհարկե։ Պարոն Սարգսյան, սովորաբար Հայաստանում, ասենք, համայնքները տարբեր են, բայց խնդիրները իրար շատ նման են եւ բոլոր համայնքներում գրեթե խնդիրների մի մեծ մասը կրկնվում են, ասենք, չգիտեմ, ասֆալտապատում, ճանապարհների, փողոցների լուսավորություն, աղբահեռացում, կանաչապատում, ջրամատակարարման խնդիր, գազամատակարարման կամ գազաֆիկացման խնդիր, թափառող շների խնդիր եւ այլն եւ այլն։ Հիմա սրանց այս խնդիրների մասին եմ ուզում խոսենք, եթե հարկ եք համարում առանձին որտեղ ինչ վիճակ է եղել այս հարցերի հետ կապված եւ ինչ է արվել, ինչ է արվում։
Շատ ճիշտ եք, ես էլ եմ այդ կարծիքին, որ գրեթե բոլոր համայնքներում խնդիրները նույնական են եւ Արմավիրը նույնպես նույն խնդիրները ունի, ինչ մնացած համայնքները։ Այո, այս ընթացքում բազմաթիվ աշխատանքներ են իրականացվել եւ կամաց այդ խնդիրներին տրվում են լուծումներ։ Կարող ենք սկսել նախադպրոցական կրթական հիմնարկների վերանորոգումից, կառուցումից, վերակառուցումից մեծ ծավալի աշխատանք է իրականացվել իրականում Արմավիր համայնքում այս ամբողջ ընթացքում, որպեսզի հստակ լինի տարբերությունը, ուզում եմ ասեմ, որ Արմավիր քաղաքում 2018 թվականին ձմեռային ամիսներին աշխատում էր 2 կամ 3 մանկապարտեզ եւ այդ մանկապարտեզներում էլ նորոգումները մասնակի էին եւ Արմավիր քաղաքի օրինակ, բայց այդքանն էին աշխատում 12 մանկապարտեզեր, բայց օրինակ ձմռան ամիսներին ընդամենը 2-ը կամ 3-ն էին աշխատում եւ մենք հանձն առանք կառուցելու եւ վերակառուցելու այդ մանկապարտեզները։ Իհարկե ամբողջ խնդիրները չենք կարողացել վերացնել, բայց մեծ ծավալի աշխատանք է իրականացվել, հետո արդեն խոշորացում եղավ եւ նաեւ գյուղական բնակավայրերում նախադպրոցական կրթության լուրջ խնդիրներ կար։ Հիմնականում գյուղերում երեխաները զրկված էին նախադպրոցական կրթություն ստանալու հնարավորությունից եւ սկսեցին կառուցել մի խոսքով եւ վերակառուցել եղած մանկապարտեզներ, իսկ որտեղ որ չկային նոր մանկապարտեզներ սկսեցին կառուցել։ Իհարկե պետության աջակցությամբ մի մասը պետության պատվերով, մի մասը նաև սուբվենցիոն ծրագրերի միջոցով։ Օրինակ պետության պատվերով Արմավիր համայնքի Նորավան, Լենուղի եւ Այգևան բնակավայրերում բոլորովին նոր մանկապարտեզներ են կառուցվում, Այգևանում արդեն կառուցման աշխատանքները ավարտվել են եւ շահագործման են հանձնվել, իսկ այն մյուս 2 գյուղերում այս պահին շինարարական աշխատանքները ակտիվ ընթանում են եւ պետության պատվերով այո, մոտ ապագայում կհանձնվեն շահագործման։ Ուզում եմ նշել, որ այս 3 գյուղերում նախադպրոցական կրթությունը խորհրդային միության փլուզումից հետո ընդհատվել էր եւ հիմա արդեն կվերականգնվի։ Արաքս գյուղում սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում համայնք պետություն համաֆինանսավորմամբ կառուցվեց եւ շահագործման հանձնվեց նոր մանկապարտեզ, նշեմ, որ այդ գյուղում եւս նախադպրոցական կրթությունը խորհրդային միության փլուզումից հետո ընդհատվել էր։ Սարդարավատ գյուղում վերակառուցվեց մանկապարտեզը եւ բոլորովին նոր միջավայրում, նոր պայմաններում երեխաները հնարավորություն ունեն օգտվել նախադպրոցական կրթությունից։ Միասնիկյան գյուղում վերանորոգվեց մանկապարտեզը, այս պահին շինարարական աշխատանքներ են ընթանում Խանջան գյուղում, ելի սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում եւ մոտ 2-3 ամիս հետո Խանջան գյուղի մանկապարտեզը հնարավորություն կտա այդ գյուղի երեխաներին ստանալ նախադպրոցական կրթություն։ Պլանավորում ենք, որ 2025 թվականին կսկսենք մանկապարտեզի բոլորովին նոր շենքի կառուցում Հացիկ գյուղում, հին շենքի վերանորոգում Մայիսյան գյուղում եւ արդեն գյուղական 1-2 տարի հետո գյուղական ոչ մի բնակավայրում ոչ մի երեխա զրկված չի լինի նախադպրոցական կրթությունից։ Հիմա ուզում եմ նշել նաեւ Արմավիր քաղաքում արված աշխատանքները, այս պահին շինարարական աշխատանքներ են իրականացվում Արմավիրի թիվ 11-րդ մանկապարտեզում, ամբողջովին հիմնանորոգվում է մանկապարտեզը, Արմավիրի 2-րդ մանկապարտեզում ամբողջովին նորոգվում է մանկապարտեզը, Արմավիրի 5-րդ մանկապարտեզում այն նույնպես հիմնանորոգվում է։ Այս պահին 0-ից կառուցվում է Արմավիրի թիվ 6 մանկապարտեզը, որը այդ թաղամասի միակ մանկապարտեզն է եւ նպատակահարմար չէր այլևս հին շենքը վերակառուցել եւ որոշում կայացվեց բոլորովին նորը կառուցվել, ելի պետություն համայնք հավաֆինանսավորմամբ այս տարիների ընթացքում ջեռուցման խնդիրները լուծվել։ Մինչև ջեռուցում հասնել է, քանի որ կրթական, նախադպրոցական կրթական հաստատություններից մասին խոսեցինք եւ դուք անդադ հիշում եք, որ խորհրդային միջան ժամանակ փլուզումից հետո ընդհատվել էր այս կամ այն գյուղում նախադպրոցական կրթությունը, հիմա մենք վերականգնում ենք։ Ես հիշում եմ, որ նաեւ այդ նույն ձեր ասած խորհրդային միջան ժամանակ առնվազն գյուղերում մեկ լավ ասֆալտապատ ճանապարհ կար, որ գնում էր տանում էր գյուղամեջ եւ տանում էր դեպի այն ժամանակ ասում էին կուլտուրայի տուն, մշակույթի տուն։ Հիմա ուզում եմ հարցնել այդ ճանապարհը եւ մշակութային օբյեկտները ինչ վիճակում են Արմավիրում։ Շատ ճիշտ նշեցիք, դա ինչով է իրականում պայմանավորված,
որ ուզում եմ նաև խոշորացման կոմպոնենտ առաջ բերեմ, որ եթե գյուղական բնակավայրերը չխոշորացվեին եւ դոտացիաների կամ սեփական եկամուտների միջոցներով անհնար կլիներ իրականում այդ մշտական խնդիր է այդ մանկապարտեզները կամ մշակույթի տները կամ ինչ որ ասֆալտապատ փողոցներ ունենալ նոր հնարավոր չէր լինի եւ շատ կարեւոր է նշել դրա մասին, որ խոշորացումը մեծ նպաստ ունեցավ այդ գյուղերում կառուցելու եւ վերակառուցելու այդ շենք շինությունները այդ հաստատությունները, որոնց մասին խոսեցինք, իհարկե նաև պետք է նշել, որ գյուղական բնակավայրեր կան, օրինակ Միասնիկյան գյուղում մասնակի հիմնանորոգվել է մշակույթի տուն հարակից բակը եւ նաև իհարկե այն մանկապարտեզները կամ այն դպրոցները, որտեղ որ վերանորոգվում են, հիմնանորոգվում են, համայնքը նպատակ է դնում, որ դպրոց կամ մանկապարտեզ ստանող ճանապարհը նույնպես հիմնանորոգի։ Ուրիշ խնդիրներից էլի այսպես որ միշտ լսում ենք տարբեր համայնքներում թափառող շների խնդիր, նույնիսկ համեմատաբար ավելի մեծ քաղաքներում դա մեծ խնդիր է։ Կա Արմավիրում այդ խնդիրը ինչպես է լուծում։ Իհարկե, այդ խնդիրը Արմավիրում նույնպես կա եւ մեծ խնդիր է իրականում մեզ համար։ Մենք ամեն տարի ձեռք ենք բերում ստերջացման, շների բուժման ծառայություններ, բայց այդ խնդիրը այդպես էլ մնում է չլուծված եւ կարծում եմ այս խնդիրը լուծելու համար նոր օրենսդրական փոփոխություններ են պետք անհրաժեշտ կատարել եւ ես տեղեկացված եմ, որ կառավարությունը եւ ազգային ժողովը այդ ուղղությամբ աշխատանքներ իրականացնում եւ հույս ունեմ մոտ ապագայում այսքան օրենսդրական փոփոխություններ կատարելուց հետո արդեն համայնքները հնարավորություն կունենան այս խնդիրը վերջնական լուծելու։ Դուք թվարկում եք քիչ առաջ այն հսկայական աշխատանքը, որ կատարվում է շենք շինություններ, մանկապարտեզներ, դպրոցներ եւ այլն։ Ես ճիշտ եմ հիշում, որ Արմավիրում մշտապես ամենախոշոր չլուծված հարցերից մեկը եղել է ջրամատակարարման խնդիրը։ Կա այդպիսի բան եւ այո, Արմավիրում գոնե իմ համար ամենակարևոր հարցը, որը որ պետքա մոտ ապագայում մոտ 2-3 կամ ավելի շուտ լուծել, դա ջրամատակարարման հարցի լուծումն է։ Տարիներ շարունակ Արմավիր համայնքի բնակիչները կամ բնակիչների մեծամասնությունը խմելու ջուրը գնում է սիստերներից, այսինքն Թալինից կամ այլ բնակավայրերից ավելի լավ ջուր են բերում վաճառում եւ մարդիկ խմելու համար օգտագործում են այլ տեղերի ջրեր եւ իրականում դա մեզ բոլորիս արմավիրցիներիս համար մեծ խնդիր է եւ մենք նպատակ ենք դրել, որ այդ խնդիրը վերջնական պետք է լուծենք։ Իհարկե դժվար կլինի միայնակ, այսինքն համայնքը մենակ դժվար կլուծի այս խնդիրը եւ այս թեմայով խորհրդատվական եւ տարբեր աշխատանքներ են։ Ջրամատակարարման ցանցը գոյություն ունի, վատ վիճակ է, փոքր դատարանից հետո նկարագրեք։ Շատ լավ։ Կվերադառնանք վարքյաններ անց։ Ինչպես եմ, սա ազատ զրույցն է Free News-ի եթերում, ես զրուցում եմ Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ, մենք հասանք Արմավիրի ամենամեծ երևի, խնդիրներից մեկին ջրամատակարարում։ Այդ խնդիրը ո՞րն է, ցանցի խնդիր է, ջրի պակասի խնդիր է, ջրի որակի խնդիր է, ո՞րն է խնդիրը եւ ինչպես պիտի լուծեք։ Խնդիրը եւ ցանցի հետ է կապված եւ ջրի աղբյուրի հետ է կապված, այն ջուրը, որը մատակարարվում է Արմավիր համայնքի բաժանորդները, բնակիչները խմելու համար այդքան էլ հաճելի չէ։ Եվ բնակիչները ինչպես նշեցի, հաճելին այսինքն որակի հետ խնդիր կա, թե թույլ չեմ տա ինձ ասեմ որակի հետ խնդիր կա, որովհետև տարբեր լաբորատոր արդյունքներ ասում են, որ խմելու ջուրը անորակ չէ, բայց ինքս այդ ջուրը խմելու համար չեմ օգտագործում եւ գոնե ինձ համար եւ քաղաքի բնակչության մեծամասնության համար դա խմելու համար իրականում հաճելի չէ եւ բոլորը այդ ջուրը առնում են այլ տեղերից։ Ներկերում, բերում, վաճառում են։ Այո, այլ տեղերից եւ ինչպես նշեցի, մեր համար ամենամեծ լուծելու խնդիրը դա հենց ջրի մատակարարման խնդիրն է։ Սկզբից մեծ խնդիր է, այսինքն ես պատկերացնում եմ նոր ցանց պիտի կառուցեք, ասիկ ցանցի հետ կապված խնդիր կա, աղբյուրը պիտի փոխեք, թե որտեղից պիտի այդ ջուրը գա եւ այլն։ Հիմա նկարագրեմ, նախկինում Արմավիր համայնքի ջրամատակարարման ցանցը շատ ողբալի վիճակում էր, այսինքն տվյալներ կան, որ
ջրի կորուստը կազմում էր մոտ 80% եւ վերջերս համայնքային միջոցներով, սուբվենցիոն ծրագրերի միջոցներով, նաեւ պետական տարբեր ծրագրերի միջոցներով Արմավիր համայնքի ջրամատակարարման տեղում արկա ջրամատակարարման ցանցի մոտ 40-50%-ը արդեն փոխվել է եւ հիմա այդ մեծ խնդիրները այլևս չկան եւ կամ կան ավելի քիչ եւ հիմա արդեն այլ աղբյուրից երբ որ ջուր բերենք եւ մղենք արկա աղբյուր, որով կմատակարարվի նաեւ բնակչությունը ջրով, այդ ժամանակ արդեն հնարավոր կլինի մատակարարել, որովհետեւ չի կորի եղած ջուրը։ Եվ այս ուղղությամբ, ինչպես նշեցի, նախարարությունների կառավարության հետ որոշակի կոնսուլտացիաներ ունենք, տեսնենք ինչպես են կարողանալու այս խնդիրը լուծել եւ սա իրականում Արմավիրի համար ամենակարևոր խնդիրն է իմ կարծիքով եւ մոտ ապագայում այս խնդիրը պետք է լուծվի։ Ես չգիտեմ մոտ ապագան որն է, բայց ենթադրում եմ, որ հաջորդ ընտրություններում դա շատ կարևոր արգումենտ կլինի, հա, խոստանալը, որ կլուծեք։ Միանշանակ ես չեմ սպասի ընտրությանը եւ հիմա կխոստանամ, որ այդ խնդիրը լուծելու ենք, այդ խնդիրը ամենակարևոր խնդիրներից է Արմավիրի։ Ջրամատակարարումից բացի իսկ բոլոր համայնքները գազաֆիկացված են, նորմալ է գազամատակարարման մասով։ Բոլոր համայնքները կարելի է ասել գազաֆիկացված են, բայց կան թաղամասեր կամ փողոցներ, որտեղ որ գազաֆիկացման դեռ խնդիր կա։ Անցած տարվա ընթացքում գազաֆիկացման ծրագիր իրականացրեցինք սուբվենցիոն ծրագրերի շրջանակներում եւ Արմավիր քաղաքի 109 թաղամասը ամբողջությամբ գազաֆիկացրեցինք եւ իհարկե դեռ մնացել են փողոցներ, թաղամասեր, որտեղ դեռ գազի խնդիր կա, բայց մենք էլի խնդիր ենք դրել մեր առաջ, որ մոտ 1-2 տարվա ընթացքում էլի ծրագրեր կիրականացնենք եւ ամբողջ համայնքի տարածքներում գազամատակարարում արդեն հասանելի կդարձնենք։ Դա նաեւ այլ էֆեկտներ է բերում, օրինակ նշեցի 109 թաղամասը, 109 թաղամասում նաեւ ջրամատակարարման խնդիրն է վերջնականապես լուծվել եւ այդ թաղամասը շատ ավելի գրավիչ է դարել կառուցապատողների համար։ Հիմա այնտեղ մոտ 40-50 նոր տուն է սարքվում եւ այդ թաղամասը գազամատակարարման եւ նաեւ ջրամատակարարման ցանցի կառուցումից հետո շենանում է։ Ճանապարհների ասֆալտապատում, աղբահանություն, այս հարցերում նույնպես առաջամարտիկ ենք։ Շատ մեծ ծավալի համայնքային եւ սուբվենցիոն ծրագրերով ասֆալտապատման աշխատանքներ ենք իրականացնել տասնյակ փողոցներ, որոնք կառուցումից հետո, այսինքն խորհրդային միության էլ ընթացքում կառուցումից հետո երբևիցե չէր վերանորոգվել, մենք հիմնանորոգել ենք։ Ես կարող եմ նշել Արմավիր քաղաքում փողոցներ եւ նաեւ գյուղական բնակավայրում փողոցներ, օրինակ Արմավիր քաղաքի Շահումյան փողոցը ամբողջովին հիմնանորոգվեց եւ հիմնանորոգվեց նաեւ այս պահին հիմնանորոգվում է նաեւ Սայաթ Նովա փողոցը, որը շատ կենսական նշանակություն ունի, հիմնանորոգվեց Չարենցի փողոցը ամբողջությամբ, հիմնանորոգվեց Սահմանապաներիչ փողոցի մի հատվածը, Թումանյան փողոցի մի հատվածը, Հունան Ավետիսյան փողոցի մի հատվածը, Գորկի փողոցը ամբողջությամբ, Չարենցի Ջիվանի փողոցի հետ օղակաձև հատվածը քաղաքի բնակչությունը ավելի լավ կիմանան։ Մի խոսքով քաղաքում շատ մեծ ծավալի աշխատանքներ է իրականացվել ասֆալտապատման առումով, նաև գյուղական բնակավայրերում ասֆալտապատման աշխատանքներ իրականացվել Միասնիկյան գյուղում, ասֆալտապատման աշխատանքներ իրականացվել Լուկաշին, Նորավան գյուղում, Սարդարապատ գյուղում, Մայիսյան գյուղում, նաև Այգևան գյուղում եւ պլանավորվում է արդեն այս տարվա սուբվենցիոն ծրագրերում ներառել այն գյուղական բնակավայրերը, որտեղ իրականում դեռ ասֆալտապատման աշխատանքներ չեն իրականացվել, արդեն 2025 թվականին կիրականացվեն։ Ուզում եմ նաև նշեմ շատ կարևոր մի հանգամանք, որ կոմունիկացիաները, որոնք որ ասֆալտապատման աշխատանքներ իրականացնելուց առաջ փոխվում են, դա էլ հիմնականում հիմնովին փոխվում են, որպեսզի ասֆալտապատումից հետո խնդիրներ չառաջացնեն։ Սովորություններ չէ, ասֆալտապատել հետո փորել այդ կոմունիկացիաները անցկացնել։ Փառք Աստծո, Արմավիրում այդ խնդիրը չկա։ Դուք այսպես թվարկում եք շինարարություն, ասֆալտապատում, ես պատկերացնում եմ դրանք ինչքան մեծ ֆինանսական միջոցներ են պահանջում եւ նաեւ խոսեցինք այն մասին, որ տեղական համայնքային բյուջեները սովորաբար շատ փոքր են այդպիսի խնդիրներ լուծելու համար, պիտի ենթադրել սուբվենցիաներ, սուբսիդիաներ, կառավարությունը աշխատում է կառավարությունը առատաձեռն է ձեր համայնքի նկատմամբ թե բոլորի։ Կառավարությունը առատաձեռն է բոլոր համայնքների նկատմամբ։ Պիտի համայնքները նախաձեռնեն։
Իհարկե, դրամաշնորհներ կա սուբվենցիոն ծրագրերի նկատմամբ, նաև դոտացիաներ կա եւ առանձնահատկություններ համայնքները կարծում եմ որպես այդպեսին չունեն։ Ես ուզում եմ շատ կարևոր մի բանի մասին խոսել, իհարկե համայնքային բյուջեի մասին։ 2018 թվականին իհարկե այդ ժամանակ չէր խոշորացել դեռ համայնքը եւ խոշորացումից հետո որոշակի դրամական փոփոխություններ եղան, բայց 2018 թվականին, երբ որ մենք ստանձնեցինք համայնքային իշխանություն, Արմավիր քաղաքի բյուջեն 825-826 միլիոն դրամ էր։ Այս պահին իհարկե խոշորացումով նաև պայմանավորված, այս պահին Արմավիր համայնքի բյուջեն 3 միլիարդ 565 միլիոն դրամ է։ 2024 թվականին Արմավիր համայնքի բյուջեն 2 միլիարդ 800 միլիոն դրամ էր։ Ես ուզում եմ դուք տարբերություն ունենաք, թե ինչ երկրաչափական պրոգրեսիայով է աճում համայնքի բյուջեն եւ նաեւ ուզում եմ առիթը օգտագործել եւ շնորհակալություն ասել Արմավիր համայնքի բնակիչներին այն վստահության համար, որոնք իրենք ցուցաբերում են համայնքային իշխանություններին նաեւ հարկ վճարելով։ Իհարկե։ Դե դա փոխադարձ բան է, երբ որ մարդը տեսնում է, որ ասֆալտապատում իրականացվում է, թափառողջների դեմ ինչ-որ աշխատանք կատարվում է, ջրամատակարարման հարցում ինչ-որ բան կա, չգիտեմ, գազաֆիկացվում է, ինչ-որ աշխատանք կատարվում է, մտածում է, որ այդ հարկը որ տալիս է, իզուր տեղը չի տալիս։ Հիմա եթե հարկը տար ու տեսներ ոչ մի բան չլինի, հաջորդ անգամ փորձել էլ ճիշտ տար։ Այն ինչ որ խոսում ենք, կարծես քաղաքային կյանքի մասին ենք խոսում, բայց Արմավիրը մի տեսակ եւ քաղաքային կյանք եւ նաեւ համայնքներ, գյուղատնտեսություն, այս առումով ինչ վիճակ է գյուղատնտեսության առումով։ Գյուղատնտեսության առումով իհարկե գիտեք Արմավիրը գյուղատնտեսական համայնք է, գրեթե բոլորը կամ զբաղվում են գյուղատնտեսությամբ կամ ինչ-ինչ առումներով կապված են գյուղատնտեսության հետ, իհարկե ինչպես Հայաստանի բոլոր բնակավայրերում Արմավիրում նույնպես կա խնդիրներ գյուղատնտեսությանը վերաբերող եւ Արմավիրը այս առումով շատ չի տարբերվում, բայց Արմավիրի բնակիչները իրականում իրենց աշխատասիրությամբ միշտ աչքի են ընկել եւ առկա խնդիրներն էլ իրենց աշխատասիրությամբ եւ նաեւ համայնքի միջամտությամբ եւ նաեւ պետության օժանդակությամբ որոշակի առումով լուծումներ են ստանում։ Շատ խնդիրներ դեռ մնում են չլուծված, բայց կարծում եմ արդեն ակնհայտ է, որ բոլոր նաև գյուղատնտեսությանը վերաբերող խնդիրների հետևից համայնքը պետությունը գնում է եւ գնում է լուծման ճանապարհով։ Ասացիք, այստեղ էլ կան չլուծված խնդիրներ, իսկ ընդհանրապես ոչ միայն գյուղատնտեսության, այլ այլով Արմավիրի մասով ընդհանրապես մենք խոսեցինք այն խնդիրների մասին, որոնք լուծվում են, այն աշխատանքների մասին, որոնք կատարվում են, որպես քաղաքապետ, որոնք եք տեսնում խնդիրները, որոնք այսօր լուծված չեն, բայց լուծման կարիք ունեն արագ կամ միջնաժամկետ, չգիտեմ։ Բազմաթիվ են իրականում խնդիրները, որոնք դեռ լուծված չեն, սկսած ասֆալտապատումից, ջրամատակարարումից, ոռոգման համակարգից, բայց մենք չխոսեցինք նաև տանիքների վերանորոգումից։ Այո, մենք դեռ չենք անդրադարձել տանիքների վերանորոգմանը, բայց ելի 1-2 տարվա ընթացքում մենք ամբողջովին կմտնենք տանիքների վերանորոգման, վերականգնման աշխատանքների մեջ եւ ելի մոտ ապագայում Արմավիր համայնքում չի լինի մի բազմաբնակարան բնակելի շենք, որի տանիքը անմխիթար վիճակում կլինի, այսինքն մի պահ կանադառնանք դրան եւ ամբողջը կփոխենք, ամբողջը կհինանորոգենք։ Այո, Արմավիր քաղաքում մենակ մոտ 135 բազմաբնակարան շենք կա, որոնցից 2-ը կամ 3-ն են վերանորոգվել, մեծ ծավալի աշխատանք է եւ կարծում եմ պետք է այդ աշխատանքը ստանձնել, անել եւ վերջացնել միանգամից։ Արտաքին կապեր ունեք։ Իհարկե, ինչով եք զբաղվում։ Իհարկե, մենք նաև ուշադրություն ենք դարձնում միջազգային մեր գործընկերներին, միջազգային մեր քաղաքների հետ համագործակցությանը վերջին տարիների ընթացքում նոր համագործակցություններ ենք ունեցել, օրինակ Լիտվայի Վիսագինաս քաղաքի հետ, Գերմանիայի Նաումբուրգ քաղաքի հետ, Իրանի Քերման քաղաքի հետ, Ռուսաստանի մի քանի քաղաքների հետ եւ նաեւ մեր մի քիչ այդ սառեցված կապերն ենք կանգնել օրինակ Ֆրանսիայի Ալո քաղաքի հետ եւ իհարկե մեր միջազգային փոխանցություններ փորձի փոխանակում տեղական ինքնակառավարում այնտեղ ինչպես է շփումներ իհարկե տեղական ինքնակառավարման մասին, քաղաքաշինության ոլորտների մասին, տարբեր ոլորտների մասին կարծում եմ միջազգային այդ համագործակցությունը նույնպես օգնում է համայնքային կառավարմանը։
Այնինչ կատարվում է տեղի բնակիչների կողմից ինչպիսի ընկալում ունի։ Դուք սա կատարում եք եւ խոսում եք այդ մասին, որ այս աշխատանքները արել ենք եւ սպասում եք հաջորդ ընտրություններին, որպեսզի ժողովուրդը տեսնի, գնահատի այդ աշխատանքները, թե այս ընթացքում մասնակցային ռեժիմով եք աշխատում, այսինքն հասարակությունը, բնակիչները մասնակցում են ձեր ավագանու կողմից ընդունվող որոշումներին, հանդիպում եք, շփվում եք, ինչ պարբերականությամբ, ինչ ֆորմատով, հանրային լսումները այս կամ այն հարցը որոշելու համար անցկացվում են, այսինքն կապը ոնց է։ Քաղաքի բնակիչները կարծում եմ գիտեն, որ ես որպես համայնքի ղեկավար գրասենյակային կաբինետային աշխատող չեմ, ես օրվա մեծամասնությունը անցկացնում եմ համայնքի տարբեր տեղերում, տարբեր շինհրապարակներում, տարբեր այցելություններ եմ իրականացնում եւ կապը, շփումը համայնքի բնակիչների հետ անընդհատ է, այսինքն օրենքով սահմանված ընդունելության օրերին չեմ շփվում համայնքի բնակիչների հետ, այնքան շատ է շփումը բնակիչների հետ, որ օրենքով սահմանված այդ ընդունելության օրերին նույնիսկ մարդիկ չեն գալի, որովհետև կարիքը չի լինում, այսինքն համայնքի ղեկավարը փակված չի գրասենյակում։ Մասնակցայնությունը իրականում իմ համար շատ կարևոր է կառավարման գործընթացում, որովհետև առանց բնակիչների մասնակցայնության շատ հարցեր կարող է այն չստացվի, ինչպես որ հիմա ստացվում է։ Հեռուստադիտողները երևի տեղյակ են, որ Արմավիր համայնքում արդեն 3-րդ տարին անընդմեջ իրականացվում է մասնակցային բյուջետավորման ծրագիր, որտեղ բնակիչները առաջ են քաշում ծրագիր, առաջ են քաշում աշխատանքներ եւ այդ ծրագիրը դրվում են քվեարկության եւ իրենք մասնակցում են նաեւ այդ քվեարկությանը եւ այն ծրագրերը, որոնք որ հավանության են արժանանում հենց բնակիչների կողմից, իրականացվում են։ Վերջի 3 տարվա ընթացքում իրականացվել է օրինակ Չարենցի 34-36 շենքերի բակային հատվածի ֆուտբոլի դաշտի կառուցման աշխատանքներ, իրականացվել է Միասնիկյան գյուղի մշակույթի տան հարակից այգու կառուցման աշխատանքները, նաև Լենուղու վարչական շենքի վերակառուցման աշխատանքները եւ ամենամեծ ծրագիրը, որ այս պահին Արմավիրում իրականացվում է եւ շատ կարեւոր է նշել, որ մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում Արմավիրի նորակառույց այգու, այսինքն նոր այգու շինարարության աշխատանքները, որը իրականում ժամանակակից այգի է եւ երիտասարդական այգի է։ Ինքը իր մեջ ներառում է ամֆիթատրոն, ջրային միջավայր, շատրվանային համակարգ։ Արդեն կառուցվում է մոտ 2 ամսվա ընթացքում հույս ունեմ, որ կհանձնենք շահագործման եւ քաղաքացիները արդեն հնարավորություն կունենան վայելելու այդ միջավայրը եւ նաեւ սկեյթի, անվաչմուշկների եւ հեծանիվներ վարելու համար հարմարեցված միջավայր, զրուցարաններ տարբեր, մի խոսքով շատ հետաքրքիր տեղ է կառուցվում մասնակցային բյուջետավորման ծրագրի շրջանակներում եւ ինչի է մեզ ամեն ինչը ասում, որ չկա մի ծրագիր, որը բնակիչների հետ չքննարկվի, չկա մի ծրագիր, որտեղ բնակչության կարծիքը, այդ կոմպոնենտը հաշվի չառնվի։ Իսկ հանդիպումներում ակնկալիքներ, դժգոհություններ։ Իհարկե, ինչպես բոլոր բնակավայրերում, ինչպես բոլոր քաղաքներում, այնպես էլ Արմավիրում շատ առաջարկներ են լինում, իհարկե կան նաև դժգոհություններ, ինչպես կարելի է չբողոքել, օրինակ թափառող շներից, դա դժգոհություն է։ Իհարկե, լինում են դժգոհություններ, նաև այդ դժգոհություններին տրվում են պատասխաններ, լինում են քննարկումներ եւ դա է համայնքային կյանքը հենց։ Շնորհակալ եմ զրույցի համար։ Հաջողություն ձեր աշխատանքներին։ Ես եմ շնորհակալ։ Սա Ազատ զրույցներ Free News եթերում ես զրուցում էի Արմավիր համայնքի ղեկավար Վարշամ Սարգսյանի հետ, կհանդիպենք։